Անավարման ընթացքում այդպես էլ միայն հրապարակներում քննարկվեց։ Ծառուկյանը եւ իր կյանքում մի բան է ինքնուրույն արել, ոստիկանության ստարշինա եղել ռուս տուրիստ 1000 ներողություն եկեղեցու մեջ բռնաբարել է։ Փաշինյանն իր 3 հիմնական մրցակիցներին մեղադրեց պատերազմի վրա փող աշխատելու մեջ եւ նետեց մարտահրավեր ոչ քաղաքական։ Թողնեն ուղիղ։ Լսեցիք, հայեր ջան։ Լսեցիք, հայեր ջան։ Ծառուկյանը դոդը իգնորույն մի բան է ընդամենը արել, լինելով ոստիկան, եկեղեցու մեջ, հələ մենք գիտենք եկեղեցու պատերի հետև ռուս աղջիկա բռնաբարել։ Իրան վիճիչիլի արդեն հարամ մարդիկ պետք են։ Դուք հասկացաք քաղաքականության մեջ ովքեր են։ Թլպատված թուրք Փաշինյան, բա այդ հարամնա 18 թվին խաչակնկվել ու ամբողջ բարգավաճներով քեզ իշխանություն են բերում, այդ բռնաբարողի կարկարու դեմքն էլ Նաիրա Զոյրաբյանը, իրականությամբ Զուրաբյանը, մարդիկ ճիշտ են ասում կարող Զուրաբիշվիլի, որը դեր պահում բարիբուն իմաստության, պահագիծդ ախրանիկից առաջ, ամիջապես քո որինքը բաց, գալիս էր Կլեոպատրան, բռնաբարողի Կլեոպատրան, այնտեղ գալիս էին Էֆիաջյանը, այնտեղ գալիս էին Աբովյանը, բա իրանք են քեզ գրգած, բռնաբարողները փաստացի պիդաֆիլ էին բերում իշխանության, դե հիմա ժողովուրդ ջան, իմացեք, ովքեր են սրանք, բռնաբարողներ, պիդաֆիլներ, բոլորը, ասեմ իմանաք, առանց բացառության, ժողովուրդ ջան, առանց բացառության, այսօր հրապարակում հավաքել են մեն, ցույց, սենց, տաշիր, 21 թվին էլ մեզի Քոչարյաններ է տենց խապում, հավաքեցին փառք Աստծո արդեն կասկածների մեջ չէի գնաց այդ ցույցին, հրապարակը տեղ չկար, Քոչարյաններ հավաքել են ցույց, տպավորություն ստեղծեցին, էսա ժողովուրդ ջան քիչ է մնացել, էսա Նիկոլին կհանենք, այսօր կաբիգի նման տուրնիկ է կախվում, իբր թե ինք սենց կրուտոյա, Մագդան չի մոռացել, վերջի մեխը ոնց դագաղի մեջ խփվեց Քոչարյան հասկացողություն, երբ որ նոյեմբերի 8-ին ելավ տրիբունային, Քավտար հալին, ինքը գիտի, որ օպերայի հրապարակում հայերից բացի իրանց բոզերն են, ցրիտելի պարվաբոզերին ֆենած բերել են իբր թե կիրտ գրակետ բաննա, մասանա Հայաստանի, հայերն են իբր թե կիրտ ու գրակետ, այս են ժողովուրդ ջան, այսենց կզա վերևից, տպավորություն, որ տղամարդը կզում է կարավատի վրա, բոզին մի բան անելու համար, այսենց երկու մատով սարոջկեն հարցագեց, բոզերը էյֆորիայի մեջ ընկան, այդ ժամանակից հասկացա, որ նույն Քավտար հալին պորնիկ բոզա, նույն Քոչարյանը, ժողովուրդ ջան, ուղղակի ասել են դու խելոք մնա, քեզ ծանր պահի, փաստորեն, դու հայ ավանդական ընտանիքի դեր պիտի խաղաս, ասեմ իմանաք Սերժիկի մասին էլ, պաշտոնի վերցնելուց առաջ տղամարդիկ անցել են իրան տագով, անմիջապես, ժողովուրդը սա խոսում է, ծուխն առանց կրակի չի ելնում, ժողովուրդ ջան, մարդիկ գիտեն ինչ են խոսում, ենենց որ քորից էլ զատին չխոսանք ու չխոսանք, իծնե մերը բոզություն անելով, ստեղծելա ոնց որ Ստալինի մերնա բոզեղ է, ոնց որ Գիտլերի մերնա բոզեղ է, դրանք սաղ ցրտելի բոզերի տղեկ են,
Եղավ ժողովուրդ ջան, լսեցիք, դե տեսնեմ հիմա ոնց գելնի դոդի գագոն, կասի սենց բան տեղի չի ունեցել։ Դե թող մի հատ էլ էս ձևով ձևականություն ձեզ ծամոն քծեն ձեր բերանը, որ ձեզ շեղեն իրական հարցերից։ Լսեցիք, որ դոդի գագոն եկեղեցու պատերի մեջ, եկեղեցու տարածքում, լինելով ոստիկան, աղջիկա բռնաբար է, հիմա արցանա դնում, ասում է գիտեք աշխատատեղ եմ բացում, տատիները պիտի գնան այնտեղ սուվինիր ծախեն Քրիստոսի ոտերի տակ։ Համբալի մեկ համբալ։ Ժողովուրդ, դու գիտեք, որ սրան գնում են Եվրոպաներ, բաներ, իբր թե վեհաժողով, ինչով են զբաղվում։ Վազում են բոլոր ստեղի ջվուտ կեկը, պատգամավոր կեկը, գնում են խանութները, թանկ ու կրակ շորումոր առնեն։ Մեր բյուջետով գնում են Եվրոպաներն են ման գալիս են ստեղ ասում են Ալիևն իրան սևի կրով սաղին արելա, ծախելա հարց չեն կարալուծենք։ Իսկ գիտեք, առաջի Եվրոխորհրդի ժողովին ով է գնաց է նաև Դոդի Գագոյի մաման։ Գիտեք ինչով է զբաղվել, Հայաստանը ներկայացնելով, երբ որ Ղարաբաղի, Արցախի շրջափակման Հայաստանի Արցախի հարցերն էին, Դոդի Գագոյի մերը, Դոդիկ ծնողը, մեղրը ամանով գդալով տանում է Եվրոպայի պատգամավորներին է կերծնում, Հայաստանի մեղրին ծանոթացեք, գործակը պցնում, շուկա է ստեղծում, հասկացաք մեր հարցերը ոնց են լուծում։ Հիմա այ քյավ տարանասունի ծնունդ, որ քեզի մենձն դոդ ես ներկայացնում, այո մենձն դոդ ես։ Տատիները պիտի արտեն տունը նստեն, հանգիստ պատիվ հարգանք վայելեն, խաղաղ կյանք վայելեն, ոչ թե նստեն քոր սուվինիր սարքել, գնան նստեն Քրիստոսի ոտերի տակ, գիշեր ցերեկ տուրիստներից մերը տանում է մեղրա ծախում Եվրոպա, Եվրոպացին գա Քրիստոսին ցույց տակ բիզնես անեք, տատիներն էլ Քրիստոսի ոտերի տակ սուվինիր ծախեն, հոգնած գնան մի քանի կոպեկ հացի փող աշխատեն, աշխատատեղ է բացում։ Հասկացաք ժողովուրդ հայեր, եթե հայը, այ ես ձեզ ասում եմ, եթե ում մեջ հայի արյունա հոսում, գնան ծնտրությունների, Հայաստանի և հայ ազգի դեմ առաջի մեղ գործողը հայ դու ես լինելու ու չբացադրես, որ գնում էր իբրգության Հայաստանի ու հայության 8 տարի գիշեր ցերեկ Մագդան հանգիստ չունի, հաղորդում է հայ ազգին, որ սրանք ջվուտ բոզի թուլեք են, սաղ, առանց բացառության, եթե դուք ինքդ ձեզ արտարացնեք ձեր մոտ, որ դուք գնում եք Հայաստանի փրկության համար, հայ ազգի համար գնում եք ընտրության, որևէ մեկի համար դուք ձայ տվեցիք, իմացեք առաջնահերթին անիծված եք դուք, որ ընտրություն անելով դուք այդ քաղաքական գործիչի մեղքերը վերցնում եք ձեր վրա, առաջնահերթին իմացեք, որ անիծված են լինելու ձեր երեխեքը, պատժվելու եք հենց հայոց Աստծով, լավ իմացեք, ով գնաց ընտրությունների, եթե դուք չելաք համազգային անհնազանդության, եթե դուք այդ ընտրարշավների տեղերը, եթե դուք որտեղ որ պիտի անցկացնեն ընտրությունները, եթե դուք ազգովի չելաք ջարդ ու փշուր անելու, եթե դուք բայկոտ չարեցիք, ուրեմն դուք նույն բոզի թուլեկն եք դարձել, հասկացաք հայեր ձեզ ինչ եմ ասում, եթե ձեր համար բոզերի մեջ ընտրություն կա, ուրեմն դուք նույն բոզի թուլեկն եք դարձել, ուրեմն դուք մեռնելու արժանի եք, ով գնաց ընտրությունների, ձեր քոքն ու բույսը թող չորանա ընդմիշտ,
ջավուդից առաջ թող այդ հայի ձերը, որ պիտի բարձրանա գնա ընդրության, թող այդ ձերի ընտանիքի քոքն ու բույսը ընդմիշտ չորանա։ Եթե դուք պիտի դավաճանեք հայոց աստծուն, հայոց երկրին, հայ ազգին, ձեր քոքն ու բույսը ջվուդից շուտ թող չորանա։ Այ ես ձեզ ասեցի, հետո չասեք, որ դուք տեղյակ չեք եղել։ Մագդան գիշեր ցերեկ 8 տարի ձեզ հաղորդում եմ, որ սրանք բոլորը բոզի թուլեք են, հայի արյուն խմող են, հայի մահն են ուզում, Հայաստանի ոչինչանալն են ուզում։ Եթե դու գնացիք ընտրության, քելակ համազգային, քաղաքացիական անհնազանդության, ուրեմն դուք արժանի եք ջվուդի շուտ սատկել։ Շնորհակալություն։